Սիրակի իմաստությունը 17 Տերը մարդուն ստեղծեց հողից և դարձյալ նրան վերադարձրեց հողին։ Նա մարդկանց տվեց հաշված օրեր ու ժամանակներ և նրանց իշխանություն տվեց այն ամենի վրա, ինչ կա երկրում։ Ըստ իրենց բնույթի զորությամբ զգեստավորեց նրանց և ըստ իր պատկերի արարեց նրանց։ Մարդու ահը դրեց ամեն կենդանի էակի վրա, տիրելու համար գազաններին և թռչուններին։ Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ և սիրտ տվեց, դրանցով իմացողություն ստանալու համար։ Նրանց լցրեց գիտության հանճարով և նրանց ցույց տվեց չարն ու բարին։ Իր աչքը դրեց նրանց սրտի մեջ, ցույց տալու համար նրանց իր գործերի մեծությունը, որպեսզի օրհնեն իր սուրբ անունը, նաև որպեսզի պատմեն իր գործերի մեծությունը։ Ավելացրեց նրանց գիտությունը և նրանց ժառանգություն տվեց կյանքի օրենքը։ Հավիտենական ուխտ հաստատեց նրանց հետ և իր դատաստանները ցույց տվեց նրանց։ Նրանց աչքը տեսավ նրա փառքի մեծությունը և նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տերը նրանց ասաց. «Զգույշ եղեք ամեն մի անիրավությունից»։ Նա նրանցից յուրաքանչյուրին պատվիրեց հոգ տանել մերձավորին։ Նրանց ճանապարհները միշտ նրա առջև են և չեն վրիպում նրա հայացքից։ Յուրաքանչյուր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայելն է։ Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջև են, և նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրա է։ Նրանց անիրավությունները չծածկվեցին նրանից։ Նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջև են։ Մարդու ողորմածությունը կնիք է նրա համար, և մարդու շնորհները նա պահպանելու է պիպի նման։ Սրանից հետո Տերը պիտի ելնի ու հատուցի նրանց, և նրանց արածների փոխարենը պիտի բերի իրենց գլխին։ Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում և մխիթարում նրանց, որոնց համբերությունը նվազել էր։ Կոչ Տիրոջը դառնալու։ Դարձի՛ր դեպի Տերը և թող մեղքերդ, աղերսի՛ր նրա առջև, և նա կնվազեցնի հանցանքներդ։ Դարձի՛ր դեպի Բարձրյալը, հետ դարձի՛ր անիրավությունից և խիստ ատի՛ր գարշությունը։ Բարձրյալին ով գոհություն կտա գերեզմանում նրանց փոխարեն, ովքեր ողջ են և գոհություն են տալիս նրան։ Մեռյալից իբրև անգոյից կորած է փառաբանությունը, կենդանի և ողջ մարդը միայն կգովի Տիրոջը։ Որքան մեծ է Տիրոջ ողորմությունը, նույնքան էլ քավությունը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դեպի Տերը։ Ամեն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։ Ի՞նչն է ավելի լուսավոր, քան արեգակը, բայց նա էլ է նվազում։ Մարդու մարմինն ու արյունը չարի մասին են մտածում։ Տերն ինքն է հետևում երկնքի բարձր զորքերին, բոլոր մարդիկ հող և մոխիր են։